Ժորժան Հայաստանում վերջի օրերին անցնում էր Եվրանեստը, միջոցառում, որի շրջանակներում Եվրոպական խորհրդարանի падգամավորներից մեկը ազգային ժողովում Հայաստանի հայտարարում է հետևյալը, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գազից եւ Ուկրաինային օգնություն ցուցաբերի, Ուկրաինային։ Եվ ինչ է սա նշանակում։ Այսինքն Հայաստանը պետք է ցանկանալով ունենալ բոլորի հետ հարաբերություններ, պետք է հրաժարվի փաստորեն ռուսական գազից, որ ինչ Եթե կա այլ ընտրանք ռուսական գազին, դե թող Եվրոպական միությունը գնի այդ գազը։ Եվրոպական միությունը գնում է Թուրքիայից ու Ադրբեջանից ռուսական գազ, պատկերացնում եք։ Այսինքն մենք հրաժարվենք, որ ինչ անենք, ումից գնենք այդ գազը, այն էլ տենց հարմար մեր համար գներով, որը միջազգային գներից էժան է։ Այսինքն Հայաստանի տնտեսությունը դնենք կոլապսի առաջ, որ դառնանք ինչ, Եվրոպական միության դռների մոտ կանգնած մի երկիր, որը որ տարիներով սպասի, միջև իրենք կընդունեն, իսկ այդ ժամանակը միջև մեզ կընդունեն, մենք ինչ անենք, մեր տնտեսությունը ոնց սպայենք։ Էլ չեմ ասում, որ Եվրոպական միության երկրները, Սլովակիան, Հունգարիան, իրենք եվրոպական այդ կուրսին հակառուսական դեմ են գնում եւ առնում են ռուսական գազ եւ Ռուսաստանի հետ ունեն հարաբերություններ, ուզում են ունենան այդ տնտեսական հարաբերությունները։ Մենք ամեն ինչ թողենք, ուրեմն գնանք ինչ-որ երազանքի հետևից տեսական, իրական մեր պրակտիկ շահերը գետնի վրա թողենք։ Ժորժ ջան, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։